Պարոն դուք իշխանության ամբողջ ճիշտ ազգային ժողովրդի կառավարման ընթացքում Սիրում եմ, որ ամենայով ինձ հետ կապված ինչ-որ հարց եք տալիս, արդեն լավ։ Դուք ամենաշատն եք խոսել այն թեմաներից, որոնք իշխանության շատ ներկայացուցիչներ չէին ուզում առաջինը լինել եւ այդ հարվածները իրենց վրա վերցնել։ Այս ընթացքում դուք պարբերաբար ձեր անսահման ամենայով ասեմ հավատարմությունն եք հայտնել Նիկոլ Փաշինյանից։ Ուրեմն ինչն է պատճառ, որ այդ հավատարմությունը չգնահատվեց, ձեզ ինչը չներեց Նիկոլ Փաշինյանը կամ թիմը ինչ չներեց ձեզ, եւ դուք արդյոք չեք հիմա ափսոսում, երբ որ հետ եք նայում, որ պետք չէ գուցե այդքան շատ ձեր ուսերին վերցնել եւ հարվածները ձեր վրա վերցնել։ Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ընդհանրապես կյանքի ընթացքում ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Եղել է ծանր օրեր, եղել են անձնական ծանր իրավիճակներ, բայց այդ այնա ինչ որ կառուցել է Ալեն Սիմոնյանին եւ ես այդտեղ կանգնած չէի ելնի, այս դահլիճը չէի կարողանա բացել եւ դուք ինձ այդ հարցը չէիք տա, եթե ես այդ ճանապարհը չանցնեի, ըստ ես որևիցե բանի համար չեմ ափսոսում։ Ինչ վերաբերում է ինչ չի ներվել, ինչի մասին է խոսքը, ես ձեզ խնդրում եմ, կրկնում եմ, դուրս եկեք, այո, կա այդպես տրամաբանություն, դա դեպքերը պատմության մեջ շատ են, բայց իմ հարաբերությունը, իմ վերաբերմունքը, իմ նվիրվածությունը դա իմ որոշումն է, իմ տեսակն է եւ ես ասել եմ ու նորից եմ կրկնում, իմ քաղաքական գործունեությունը դա Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության հետ համատեղ գործունեությունը։ Ես չեմ տարանջատում, չեմ տարանջատել ինձ որևիցե դեպքում, ես շարունակելու եմ պաշտպանել իմ թիմին, շարունակելու եմ պաշտպանել այն գաղափարներ, այն սկզբունքները, որ ես ունեմ, մենք ունենք եւ չեմ ուզում, որ դուք պաշտոնի հետ պայմանավորեք, որ դա, չգիտեմ, պատիժ էր, դա պատիժ չէր, ես իմ ծառայությունը կատարեցի, ես լավ կատարեցի իմ ծառայությունը, ես, այսպես ասած, պարզ ճակատով եմ ավարտում ես փուլը եւ կապրենք, կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի, չեմ բացառում, որ կարող է ընդհանուր, ասենք, մոտակա, չգիտեմ, ինչ-որ ժամանակահատվածում ընդհանրապես որևիցե քաղաքական պաշտոնով զբաղված չլինեմ, որևիցե բան չեմ բացառում, բայց մի մտցրեք դա ինչ-որ անձնական դաշտ նեղացվածությունը, հա, տեսակ վարչության նիստին չգնաց, անձնական առիթ ունեի, վարչության նիստին չէի գնացի, 5 լրագրող զանգել, ասում այդ վարչության նիստին, որ չեք գնացել, ուրեմն Ալեն Սիմոնյանը բան թեթև էր հագնված, ուրեմն լուրջ չի վերաբերում, հասկանում եմ, որ տենց բանի վրա է կառուցված նաև լրատվություն կազմելը, ինֆորմացիա ստանելը, բայց ձեզ պարզ դեմքով, ինչպես միշտ ուղիղ, թեկուզ ամենավատ եւ ամենածանր բաները ասել եմ, նետ, չկա տենց բան, եւ ես շարունակել եմ ակտիվ քաղաքական գործիչ լինելը, ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում, կմտածենք, կտեսնենք, թե ոնց կլինի, ինչ կլինի։ Իսկ ինչ արել եմ, չեմ ափսոսում։ Արդեն ուրվագծվում է, թե ազգային ժողովի նոր մեկ-ը ով է լինելու եւ քրտան արդեն որոշել է իհարկե ընդունները խոհանալազում, բայց քաղաքական որոշումը կայացված է։ Ինչպես է վերաբերում նոր կազմին, մասնավորապես ազգային ժողովի նոր խոսնակ Ուգեն Ռուբինյանին, փոխոսնակներին, ձեր վերաբերմունքը եւ արդյոք այս խորհրդարանը եկող խորհրդարանից ինչ որ ձևով կտարբերվի ղեկավարման առումով եկած։ Ես համարում եմ, որ եթե ես դա նաև բարձրաձայն եմ ասել, որ եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ազգային ժողովի նախագահի պաշտոնը, Ռուբեն Ռուբինյանը ամենալավ թեկնածուն էր, որը կարող էր ինձ փոխարինել, եւ ես հաջողություն եմ մաղթում իրեն, համարում եմ նախ ինքը իմ ընկերն է, ես իրան շարունակում եմ համարել իմ ընկերը, թեպետ դուք այդ ինչ-որ էլի գրում էին, խոսում էին, բա հեսա դուք իրար ձեզ մեջ կմրցեք, ինքը իմ ընկերն է, ես շատ ուրախ եմ, որ իր հետ աշխատել եմ, իմ գործընկերն է, ես իրեն հաջողություն եմ մաղթում, որ ինքը լինի երկրորդ ազգային ժողովի նախագահը, որը որ իր ժամկետը միջև վերջ կպաշտոնավարի, նույնը կարող եմ ասել փոխխոսնակների մասով, Հայկ Կոնջարյանի մասով մասնավորապես, որտեղ Հայկ Կոնջարյանը 2021 թվականի ազգային ժողովը ասեցի, որ պատերազմից հետո ստեղծված ազգային ժողով էր եւ այն ինչ որ Հայկը արեց, Կոնջարյան, ասենք ես չէի կարող, ես ոչ այդ ուժը, ոչ այդ համբերությունը ես չէի ունենա խմբակցության հետ, որը որ լուրջ քաղաքական գործիչներ էր իր մեջ ծանրակշիռ պատմություն ունեցող մարդկանց էր ինքը բալանսավորված պահեց, իսկ ինչ վերաբերում է Հաջան, դե բայց ես իմ մասին էդ էլ թող իրոշները խոսեմ, ես իմ մասին չեմ խոսի, հա, իմ մասին գնահատականը կարծում
հնչում է, չեմ, ես իմ գործընկերին մասին խոսեմ։ Ինչ վերաբերում է Վահագին Ալեքսանյան, դե մարդը աճեց, եկավ իր գործունեությամբ եւ ընտրվեց, իրեն նույնպես հաջողություն եմ մաղթում։ Տեսնենք ով ալինելու խմբակցության ղեկավարը այս անգամ, որովհետեւ էլի դժվար ազգային ժողով է սպասվում։ Ես վստահ եմ, որ քաղաքական կրքերը չեն դադարելու, նաեւ ասեմ, որ ազգային ժողովում հայտնվել են մարդիկ, որոնք որ նախ ամփորձ են քաղաքական առումով, որ ունի իր դրական եւ բացասական կողմերը, ես նկատի ունեմ ընդդիմադիր գործընկերներին, ունի իր դրական կողմը այն առումով, որ հələ ամեն ինչ կորսված չէ եւ կարելի է ինչ-որ քաղաքական գործիչի մեջներից վստահ եմ լուրջ քաղաքական գործիչներ կարող է բան գան, միևնույն ժամանակ էլի ագրեսիան, ատելությունը, բացասական էմոցիան, լարվածությունը կարծում եմ ցավոք սրտի չի պակասելու, որովհետեւ քարոզարշավը դա էր հուշում։